F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Երեխեք, այս տարի Վարդավառը ո՞նց են նշելու։ Դե ես դալարում կանեմ։ Ես էլ Գետազոտ։ Դե ես էլ Նիզամի։ Արմինե ջան, մենք դեռ շատ փոքր ենք, որ ինչ-որ տեղ անենք, ինչ-որ տեղ Վարդավառը նշենք։ Նա։ Ճիշտ ես։ Աղջիկներ պատրաստ եք, գնում ենք։ Ուր։ Այգեզարդ։ Ինչի համար։ Գնում ենք Գորիս երիտասարդական կենտրոնի անդամների հետ ազգային ավանդույթները պահպանելով նշենք Վարդավառը։ Արփինենց է։ Այո։ Իշտանա։ Արփինենովա։ Կգնանք տեղում կճանաչես, լավ։ Լավ։ Մենք էլ մտածում ենք, թե որտեղ Վարդավառը նշենք։ Մտածում ենք։ Տարբերակ չենք գտնում։ Գիտեմ։ Մերսի վրա սառիթը ստեղծեցիք։ Ահա, դեռ այս առիթը չենք ստեղծել, նոր ենք ուզում ստեղծենք։ Գնանք Արփինեն երեխեք ջան, մեզ պատմի թե հնում Վարդավառը ինչպես են մեր ապուպապերը նշել, հա? Դե գնանք։ Ինչ շատ հետաքրքիր է, բայց ձեզ Ինձ էլ է շատ հետաքրքիր։ Վարդավառի իմաստը միայն այն չէ, որ դույլը վերցնես ու Ջրես։ Թիմացինի ջրես։ Մենք միշտ տենց ենք անում։ Վարդավառը- Մենք միշտ տենց ենք Վարդավառը նշել։ Դա կոչվում է պայծառակերպության տոն։ Պատկերացրիք։ Ասում ենք սխալ ենք նշում Վարդավառը։ Սխալ չենք նշում, ճիշտ ենք նշում, բայց Վարդավառը իր մեջ խորը ավանդույթ ունի, որի մասին ես չգիտեմ, դու չգիտես, դու չգիտես, դու չգիտես։ Գնանք ամբողջը Արփինեն մեզ ներկայացնի, լավ։ Փորձենք մասնակիցը դառնալ այս գեղեցիկ տոնակատարության։ Արփինե քորիկ, այսօր որոշել ենք ձեր հետ Վարդավառը նշենք։ Շատ ուրախ ենք։ Մենք Վարդավառը նշում ենք ոչ միայն Կիրակի, նաև շաբաթ օրը 2021 թվականից արդեն 5-րդ տարին է Այգեզարդը նշում է Վարդավառը ավանդական ծիսակարգով, ավանդական սովորույթներով։ Մեր երիտասարդական կենտրոնն է, կորիսցիներն են։ Ձեզ դիմավորում ուրախ ենք տոնը սկսել ձեզ հետ միասին։ Ջան գյուլումից տպավորված ենք Արփինե ջան։ Արմինեն ասում Արփինենով, ասում են կգնանք կճանաչես։ Խնդրեմ Արփինե Խաչատրյան։ Ինքն էլ մեր Արմինենը նախորդ անգամ ներկա չէ։ Անուշիկը եւ Թամարիկը, այո, նախորդ անգամ արդեն հասկացան ինչ է ավանդական ասվածը, տոնը ավանդական ժողովրդական ծեսով նշելը, այսօր էլ Արմինեն կծանոթանա։ Այո։ Դե ինչ սկսենք։ Սկսենք։ Մեզ լավ օր մեզ։ Հեսա մեր օպերից դհոլ ենք խփում։ Ահա, ուր է, էլա դհոլ։ Հիմա ես ձեզ սովորացնում եմ ինչպես խփել դհոլ։ Դե Հիմա Արմինեն կզարմացնի երգով։ Արի։ Դե սկսիր։ Ուրախամ յակեր, շկախամ յակեր, գնացել է հեռվերնի, մենա։ Տեսակ։ Դե որպեսզի դուք ձեզ եւս գաք տոնի մասնակից, առաջարկում ենք ձեզ ծաղկե գեղեցիկ թագերով զարդարենք այս մի քանի ժամը։ Համաձայն եք։ Այո։ Որպեսզի ավելի տոնական, ծաղկային, համապատասխան Վարդավառին սազական տրամադրության մեջ լինենք բոլորս։ Համաձայն ենք։ Քանի որ Վարդավառի խորհուրդը վարդն է, առաջարկում եմ ստեղծենք վարդաջուր, որով տոնի վերջում իրար ջրելու ենք։ Համաձայն եք։ Այո։ Վարդավառը, Վարդավառը, երկինքը հարեգական է, ջան Վարդավառ, ոսկե բլբուլն է վարդի թար։ Վարդավառի խորհրդանիշներից է խաչբուրը, որը պատրաստում են ցորենի հասկերով։ Ընդունված է եղել ցորենը հնձելուց հետո խաչբուրեր պատրաստել։ Հնձվորները վերջի ցորենը երբ որ հնձում էին,
խաչբուրեր էին պատրաստում եւ այդ խաչբուրերը դնում էին իրենց հնձաններում, որտեղ ցորեններ ամբարված, որպիսի տարին հաջորդ տարին առատ լինի։ Այսինքն ինքը առատության խորհրդանիշներ համարվում խաչբուրը, եկեք միասին պատրաստենք։ Ցորենի փունջը պետք է փաթաթենք ոչի թելով։ Այսպես կոկիկ, հերթով, շարքով, ինչպես ասում են, իջնում ենք ներքև։ Հələ փորձիր շարունակել։ Գրեթե պատրաստ է մեր խաչբուրը, 5 ճյուղերը հյուսեցինք իրար, հիմա ամենահետաքրքիր պահն է, իրեն պետք է կենասառի տեսք տանք, առանց վախենալու, կոտրում ենք ճյուղերը, չվախենակ, թելերը կպահեն, թելերը հենարանի դեր են խաղում, այն թելերը, որոնք դուք փաթաթեցիք, սա երկրորդ հարկն է, Ահա, և կենտրոնականը թողնում ենք ուղիղ, գեղեցիկ է։ Շատ։ Սա մեր խաչբուրն է, տոնի խորհրդանիշներից մեկը։ Սա կլինի մեսեջ շրջերթի ժամանակ։ Խաչբուր պատրաստել են նաև տարբեր կերպարներով, օրինակ տիկնիկի տեսքով է, նուրի տիկնիկի, սա փնջի տեսքով է, ստեղծագործական լինում է արևի տեսքով, Արդեն ում ֆանտազիան ինչքան որ ձգում է, կարող է հետաքրքիր պատկերներ ստանալ, բայց հիմնականը կենասառի տեսքով է լինում։ Հիմա անցնենք խաչփնջերի պատրաստմանը։ Խաչփնջերը խաչաձև ծաղկե փնջերն են, երկու փնջերը հակադիր դնում ենք, հա, երկու փունջը այսպես հակադիր դնում ենք, թելով կապում ենք իրար, ինձ թել կտակ Հա? Այսպես փաթաթում ենք, կտրեք այստեղից։ Շնորհակալություն։ Այսպես փաթաթում ենք։ Սա կոչվելու է խաչ փունջ։ Այսինքն փունջ է, բայց խաչաձև։ Ինչ ենք անելու խաչփնջերը։ Խաչփնջերը շրջերթի ժամանակ գաղտնի գցելու ենք բակերում, նշան է լինելու, որ հաջորդ օրը Կիրակի առավոտյան մենք տվյալ տուն հյուր ենք գնալու։ Տանտերը դուրս է գալիս, բակում տեսնում են կած է խաչփնջը, արդեն գիտի, որ վաղը երեխաները գնալու են իրենց տուն, բաժին ուզելու։ Նախանշան է կարելի ասել համարվում։ Ահա, մեր խաչփնջերը եւս պատրաստ են, եւ մենք խաչփնջերին նաեւ միացնում ենք մաղթանքներ, վարդավարյան տիպիկ մաղթանքներ։ Արփինե ջան, երեխեք ջան, այգեզարցի տատիկները մեզ համար օրնանքներ են գրել, հիմա բաժանեմ կարդանք, հա։ Յոթ որդով սեղան ստեք։ Շենք ենակ, ծլեք, ծաղկեք, զորանակ։ Ոտք է դուր դնես կանչի, շնորհավոր վարդավար։ Ջրի նման անուշ լինես, ջրի նման պարզ, կյանքը տվող ու ապրեցնող։ Աստված սրտիդ համեմատ թող քեզ տա։ Աշխարհիս խաղաղություն, ազգիս հայոց սեր միություն։ Աստված օրհնի քո ճամփան։ Անձրև, անձրև գոլերա, ցորեն հացը բոլերա։ Բարով Աստծով անձրև գա, ձեր հոր արտն էլ կանաչ են։ Աստծոն է ցողցողա, գետնից պտուղ դուրս գա։ Ինչպես հիշում եք, Համբարձման տոնի կամ Ջանգիլումի տիկնիկը արուսներ, չէ՞։ Ծաղկազարդը, վարդավառը իրենց հերթին ունեն կերպար, տիկնիկ կերպար, որը կոչվում է նուրի։ Նուրին կոչվում է նաև անձրևաբեր հարս,
եթե նկատում եք աչքերից արցունքներ է գալիս։ Իրականում այդ արցունքները խորհրդանշում են անձրևը, այսինքն ինքը արցունքներով անձրև է բերում, որպեսզի գարնանը արտերը կանաչեն, ամռանը նույնպես չէ, ցորենի հատկապես արտերը ջրի կարիք ունեն, որպեսզի բավարար բերք տան մեզ բոլորիս։ Ուրեմն նուրին բնորոշվում է նաև ծիածանագույն գոտիով, քանի որ անձևից հետո, ինչպես գիտենք, ծիածանը դուրս գալիս, իր գլխին միշտ լինում է ծաղիկներից պսակ, ինչպես դուք եք հիմա գեղեցիկ պսակներ դրել ձեր գլխին, թերևս այսքանը եւ կարևորը իրեն պատրաստել են ավելի վրա։ Եթե համբարձման տոնի տիկնիկը պատրաստվել է շերեփի կամ գրտնակի վրա, նուրին պատրաստվել է ավելի վրա։ Այդպես է ընդունված եղել։ Մենք նուրի մարմնացում ունենք նաև, որը տոնին մեզ միշտ ուղեկցում է։ Նուրի նմանությամբ փորձում են կերպարանափոխել գլխաշորով, երգերի մեջ էլ է, չէ՞ այդպես։ Եկեք միասին երգենք։ Պուրպատիկին եկել է ու yaman, շալե շապիկ հագել է ու yaman, շալե շապիկ հագել է ու yaman, կարմիր գոտին դրել է ու yaman, հետքին ետև կայնել է ու yaman, հետքին ետև կայնել է ու yaman։ Վարդավառը ունի իր ծիսական միտքը, որը ամենածիսականն է վարդավառի համար, դա խնձորն է։ Ընդունված է եղել վարդավառին խնձորը խորովել, այսօր պատրաստվում ենք այդ գեղեցիկ դելիկատեսից համտեսել, դիսերտից համտեսել, ոչ բոլորին է դուր գալիս խորոված խնձոր, շատերը հավանում են, մի մասը չի հավանում, դրա համար մենք մի փոքր նորամուծություն ենք անում, նաև եգիպտացորեն ենք խորովում, քանի որ նաև հացահատիկեղենի տոն է սա համարվում, չէ՞, ցորեն, ցորենի հասկ, եգիպտացորեն, ինչու՞ չէ, կարելի է նաև եգիպտացորեն ներառել այսօրվա ճաշացանկում, այսպես ասած։ Խնձոր, վարունգ, սալոր, այդ պտուղները համարվում են հենց այս շրջանի, Վարդավառի շրջանի պարգևը, բնության պարգևը, որով զարդարում ենք Վարդավառի ծառը, այն կոչվում է խնդումի ծառ։ Խնդումի ծառը օգտագործվում է խնդումի ծեսի մեջ, որտեղ տատիկը, մամիկը փորձում է ամեն կերպ ծառը պահել ուղիղ, իսկ չարաճճի տղաները փորձում են այն շուռ տալ։ Նրանց միջև պայքար է գնում այնքան ժամանակ, մինչև տղաները հասնում են իրենց նպատակին, սակայն մի բարի տղա այնուամենայնիվ շուռ տված ծառը հետ է բերում եւ տատը նորից ծառը կանգնեցնում է իր ուղիղ հորիզոնական դիրքին։ Ով խնդումս գողանա, այնքան լղարի, որ ասեղի բարակ ծայրից ներս չմտնի։ Ով գողացավ խնդումս, լավ որ չտեսնի, թող լեզուն լալ կվի, կայծակի փայ դառնա։ Խնդում ունեմ վարդով լի, խնդում ունեմ վարդով լի, վարդով լի, խնձորով լի, խնդում ունեմ վարդով լի, խնդում ունեմ վարդով լի, վարդով լի, վարունգով լի, վախենամ քունստանի, վախենամ քունստանի, խնդումս չարտանի, վախենամ քունստանի, վախենամ քունստանի, խնդումս չարտանի, խնդումս չարտարավ, խնդումս չարտարավ, իմ սիրտը ոգեսարավ, խնդումս չարտարավ, խնդումս չարտարավ, իմ սիրտը ոգեսարավ, ով խնդումս ետ բերի, ով խնդումս ետ բերի, արևն ապրի կանաչի, ով խնդումս ետ բերի, ով խնդումս ետ բերի, արևն ապրի կանաչի։ Շնորհակալություն, օրհնվես, 7 որդով սեղան նստես, ոտդ որտեղ դնես կանաչի, կապույտ երկինք ես։ Բամաղբյուր շալանջուր, ձերի կաջող ջուրը դուր, խմեմ ես,
տղա Կարմիր վար կանաչ թուղ հայամով նազով աղջիկ Գիշերը դուրս արի իշնենք ձորը վարդերի Գիշերը դուրս արի իշնենք ձորը վարդերի Այ տղա, ջան տղա, այսօրով ճարած տղա Սարտանեմ, քեզ խափեմ, սերը սրտիդ մեծ ցանեմ Սարտանեմ, քեզ խափեմ, սերը սրտիդ մեծ ցանեմ Աղամբյուր, զուրալ ջուր, ձերին կժող ջուրը դու Խմեմ ես հովանամ, թե մորանամ քորանամ Խմեմ ես հովանամ, թե մորանամ քորանամ Հիմա գնում ենք խաչփնջերը գցելու բակերում, որպեսզի դրանով նշան տանք հաջորդ օրը Կիրակի առավոտյան մեր հյուր գնալու մասին։ Գնացինք։ Հարուսների տներ գնամ։ Վարդավառ է, երկինքը արեգական է, Վարդավառ է, երկինքը արեգական է, Ջան Վարդավառ, ջան Վարդավառ Կարմիր գոտին կապել է, ույաման, պետքի ետև կայնել է, ույաման, պետքի ետև կայնել է, ույաման, բուր պատիկին ինչ կուզել, կարմիր կովու եխ կուզել, ույաման, սև հավ ու հավքից կուզել, ույաման, շալ է շապիկ հակել է, ույաման, շալ է շապիկ հակել է, ույաման, կարմիր գդակ դրել է, ույաման, պետքի ետև կայնել է, ույաման, պետքի ետև կայնել է, ույաման, Անձրև, գոլերա, ցորեն, հացը, բոլերա, թող առատ տարի լինի, անձրևը գա ենքան, ինչքան որ պետք է, Իմանայինք։ այո, ձեր նվերնա, Երեխեք ջան, դուք Մաթեոսյանը գիտեք։ Այո, մեր դասիկ Դե դասեք նա։ Էսի անստունհան։ Այդպես իմ հարցնամ։ Բայց ին ամենամոտիկ տեքոստորն է։ Ոյ մերնեմ ջան, յոնք, ես գիտեի։ Վարդ եմ քաղել վարդավառի կիրակի, ես շեմերի սարը շոքին կրակին, վարդ եմ քաղել վարդավառի կիրակի, էլ շեմերի սարը շոքին կրակին։ Գցենք դրան վերևից, եկեք, հլը փորձեք։ Ախ նինար, ջան նինար, հանիկ նինար է նինար, ջանիկ նինար է նինար, ով չընթրնացի դա պարոտներ կոդրիքից նակար, ախ նինար, ջան նինար, հանիկ նինար է նինար, ջանիկ նինար է նինար, նուրին եկել է, շալ է շապի կապել է, նուրին ինչ կուզե, կարմիր կովու եխ կուզե, սև հավ ու հավքից կուզե, երկնքից ամպեր կուզե, ամպերից անձրև կուզե։ Կարող եք կարդալ։ Շնորհակալություն, տեսնենք ինչ եք ուղարկելի։ Օգնենք կարդակ մեր թարլանները։ Ասնծանն է, Աստնծան է, Աստծուց։ Հա, մի քիչ լավ չեք տեսնում, ոչինչ։ Աստծաներ ցողցողա, գետնիցը պտուղ դուրս գա, շնորհավոր Վարդավառ։ Ապրեք։ Թող պտղաբեր տարի լինի։ Շնորհակալ եմ շատ, իմ սիրունակ։ Շեն մնաք, առատ տարի լինի։ Բալիկներ։ Շեն մնաք, ինչ որ տվեցիք, թող բազմապատվի։ Դռները շնորհակալ եմ, որ մեր դուռը հարգեցիք, բացեցիք, շատ շնորհակալ եմ, գոհ եմ, ապրեք երեխեք ջան։ Ձեզ երջանկություն եմ մաղթում, խաղաղություն,
Աստծո այն լույս օրհնությունը միշտ ձեզ վրա լինի։ Լավ մնացեք։ Շնորհակալ ենք։ Սրտաբաց ընդունելության համար շատ շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Ախ Նինար ջան Նինար, հանիկ Նինար է Նինար, այ սիրուն աղջիկ դրախտի ծաղիկ, դնեն դուսարի երեսը տեսնեմ, ջան վարդավար վարդավար, ոսկե բլբուլ վարդիթար, ջան վարդավար վարդավար, ոսկե բլբուլ վարդիթար, այ սիրուն աղջիկ դրախտի ծաղիկ, մի պաշտուր ընձից առավ եմ քեզի, ջան վարդավար վարդավար, դարդ եմ արել քեզ համար, ջան վարդավար վարդավար, դարդ եմ արել քեզ համար, այ հուրի աղջիկ, այ փերի աղջիկ, տնեն դուրս արի, թշերը տեսնեմ, ջան վարդավար վարդավար, դարդ եմ արել քեզ համար, ջան վարդավար վարդավար, դարդ եմ արել քեզ համար։ Երեխեք ճիշտ ասած մեր ինտերնետը կողում է, ինչ ինտերնետ խորհուրդ կտաս։ Քեզ խորհուրդ եմ տալիս F-net-ը։ Ապսոս մենք նիզամի ենք ապրում, թե չէ մենք եկեք քաշենք։ Ինչու թողիր ու հեռացար, ինչու սերս մոռացար, արցունքները ծովարեցիր, սիրտս այրեցիր։ Վարդավարին ընդունված է եղել խարույկներ անել։ Խարույկները արել են գիշերը եւ դիմավորել են խարույկներով լուսաբաց, այսինքն ամբողջ գիշեր անցկացրել են խարույկների շուրջ, երգել, պարել, դիմավորել են արևը, արևագալը, արևածագը խարույկով։ Մենք այս սովորությունը եւս փորձում ենք պահել, բավականին երեխաներին դուրագալի խարուկահանդես կոչվածը Վարդավառի, խարույկի վրա ինչպես պայմանավորվել են կխորովենք խնձորը, նաեւ եգիպտացորեն։ Բնական Վարդավառ ենք նշում, խարույկ, եգիպտացորեն ու անձրև։ Քանի որ անձրև է, խարույկահանդեսը շարունակվում է կտուրի տակ։ Հազար նազով հովերի հետ Ծաղիկ խնջելով սարվորի հետ Ծաղիկ խնջելով սարվորի հետ Սերձիուս վրա ձեր դուրն է մեկ է դուրդ փակ տեսել մոլոր մնացել Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղ չէ ինչ մեխակ, սիրո կրակ մեր Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղ չէ ինչ մեխակ, սիրո կրակ մեր Հազար մի ծաղկի Մեջ ես մեծացել, ծաղկան ճաղերով մազերը թացել, ծաղկան ճաղերով մազերը թացել Ահա երևոտ ենք
ինձ չի մոռանա իմ ախուր առաջին իմանում տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո պատկերը անեղծ կպահեն օրերում անհաստատ ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո պատկերը անեղծ կպահեն օրերում անհաստատ ու մոլոր օրերում անհաստատ ու մոլոր Այսպիսին էր նախատոնական վարդավառը Արտաշատ համայնքի այգեզարդ բնակավայրում։ Վաղը բոլորիս մաղթում եմ ուրախ ջրոցի։ Այո, Ուրախ վարդավառ բոլորիս։ լավ եղեք, սիրելի հայրենակիցներ։